Բարի երեկո, դուք դիտում եք Հորիզոնը։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագիծը համաձայնեցված է եւ սպասում է ստորագրման։ Իմ հանձնարարականը Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարությանը հստակ է՝ հրադադարի ռեժիմի ոչ մի խախտում չանել։ Հայաստանը գնում է խաղաղության եւ ոչ թե պատերազմի։ Facebook-ի իր էջում գրել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Հիշեցնենք, որ մինչ այդ մեկ այլ գրառմամբ վարչապետը նշել էր, որ ինքը պատրաստ է իր ստորագրությունը դնել այդ փաստաթղթի ներքո։ Իսկ այդ ընթացքում միջազգային հանրությունը շարունակում է կարևորել Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտը։ Սենատի Ֆրանսիա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամական խմբի նախագահ Ժիլբեր Լյուկդևինը եւ Լեռնային Ղարաբաղի հարցերով միջազգային տեղեկատվական խմբի նախագահ Էթիեն Բլանկը ողջունել են Հայաստանի հանձնառությունը Ադրբեջանի հետ խաղաղ համաձայնության հասնելու հարցում։ Հարավային Կովկասում կայուն խաղաղ գործընթացն առաջ մղելու նպատակով նրանք կոչ են արել շուտապույտ ստորագրել պայմանագիրը։ Այս պայմանագրի ստորագրումը պետք է դառնա Հայաստանի եւ Ադրբեջանի միջև բանակցությունների առաջին քայլը։ Նպատակն է հասնել հարաբերությունների կարգավորման, հարգելով երկու պետության ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։ Հայտարարության մեջ նշվում է, որ մինչ այս պայմանագրի ստորագրումը Եվրամիության դիտորդական առաքելությունը, որի գործունեությունը երկարաձգվել է մինչև 2027 թվականը, կշարունակի իր աշխատանքը։ Նրա դերը նշանակալի է, քանի որ այն զգալիորեն կրճատել է միջադեպերի թիվը առճակատման բարձր ռիսկ ունեցող տարածքներում։ Նրանք նշել են, որ պայմանագրի ստորագրումը պետք է հանգեցնի Ադրբեջանում ապօրինի պահվող բոլոր բանտարկյալների ազատ արձակմանը եւ միջազգային դատարանի 2023 թվականի նոյեմբերի 17-ի որոշման արդյունավետ կատարմանը, որով ամրագրվում է Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության անվտանգ ու անարգել վերադարձի իրավունքը, պահպանելով նրանց իրավունքները։ Այսօր խոսքը Հարավային Կովկասում խաղաղության հարցի քննարկման մասին է փոխշահավետ համագործակցության հեռանկարներով բաց տարածաշրջանի պայմաններում, որը կխթանի փոխանակումներն ու տարածաշրջանի ժողովուրդների բարգավաճումը։ Ադրբեջանում ապօրինի պահվող բանտարկյալների ազատ արձակմանն անդրադարձել է Եվրամիության արտաքին եւ անվտանգության հարցերով խոսնակ Անիտա Հիպերը։ Armenpress-ի թղթակցի հարցինի պատասխան նա ասել է, որ Ադրբեջանը կալանքի մեջ պահվող հայերի համար պետք է ապահովի արդար դատաքննության իրավունք եւ բավարար պայմաններ համաձայն իր միջազգային պարտավորություններին։ Հիպերն ընդգծել է, շատ կարեւոր է, որպեսզի ենթադրյալ ռազմական հանցագործությունները եւ այլ իրավախախտումները հետաքննվեն թափանցիկ կերպով։ Մենք տեղյակ ենք, որ Հայաստանի կառավարությունն ու մի շարք իրավապաշտպան կազմակերպություններ մտահոգություններ են հայտնել մեղադրյալների նկատմամբ վերաբերմունքի վերաբերյալ։ Մենք այս մտահոգությունները շատ լուրջ ենք ընդունում եւ ուշադիր հետեւում ենք զարգացումներին։ Ադրբեջանի իշխանությունները պետք է անհապաղ եւ անաչառ կերպով հետաքննեն բոլոր մեղադրանքները վատ վերաբերմունքի վերաբերյալ եւ եթե դրանք հաստատվեն, ապա պետք է պատասխանատվության ենթարկեն մեղավորներին։ Բաքվի ռազմական դատարանում ընթացող դատավարություններն առնչվում են շատ ավելի լայն Հայաստանի եւ Ադրբեջանի միջև կայուն եւ տևական խաղաղության հաստատման հարցին։ Ուստի մենք շարունակում ենք կոչ անել Հայաստանին եւ Ադրբեջանին հենվել արդեն իսկ ձեռք բերված հաջողությունների վրա եւ շարունակել առաջընթացը հարաբերությունների լիարժեք կարգավորման ուղղությամբ։ Հիպերը հավելել է, որ Եվրամիությունը շարունակելու է աջակցել այս գործընթացին իր ողջ գործիքակազմով։ Եգիպտոսը ողջունել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագծի շուրջ բանակցությունների ավարտը, որը նպաստում է երկու երկրների միջև հակամարտության դադարեցմանը, Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության հաստատմանը, ինչպես նաեւ տարածաշրջանի ավելի կայուն եւ անվտանգ ապագայի առաջ մղմանը։ Եգիպտոսը հաստատել է, որ այս քայլը վերջին տարիներին երկու երկրների գործադրած ջանքերի արդյունքն է եւ արտահայտում է երկու երկրների միջև առաջին իսկ հնարավորության դեպքում խաղաղության համաձայնագրի ստորագրելու ձգտումը։ Իռլանդիայի արտգործնախարարությունը նույնպես ողջունել է Հայաստանին եւ Ադրբեջանին խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների դրական առաջընթացի համար։ Իռլանդիան ողջունում է խաղաղության համապարփակ պայմանագրի շուրջ բանակցություններում Հայաստանի եւ Ադրբեջանի ձեռք բերած առաջընթացը։ Սա իրադարձությունների դրական զարգացում է, որը կարող է երկու երկրների համար ապահովել լավ ապագա։ Մոսկվայի, Բաքվի եւ Երևանի եռակողմ աշխատանքային խումբը չի փակվել, եթե գործընկերները դիմեն մեզ, Ռուսաստանը հաճույքով կշարունակի աշխատանքը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետը։ Ինչ վերաբերում է փոխվարչապետների եռակողմ աշխատանքային խմբին, ապա այն ստեղծվել է Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարության համաձայն, հայտարարության շրջանակներում։ Հիմա այն այսպես ասած քնած վիճակում է։ Դա կարելի է արձանագրել, բայց մենք գիտենք, որ այս թեմայով շփումներ են իրականացվում գործընկերների միջև։ Օվերչուկն ընդգծել է, որ խումբը ոչ ոք չի փակել։
Եթե գործընկերները դիմեն մեզ եւ մենք կարողանանք ինչ-որ կերպ օգտակար լինել, իսկ մենք կարող ենք օգտակար լինել, ապա մենք իհարկե հաճույքով կշարունակենք այս աշխատանքը, բայց դա կախված է գործընկերներից։ Օվերչուկը նաև հայտարարել է, որ գլոբալ հարավի բոլոր երկրները կարող են ներգրավել հյուսիս-հարավ միջանցքում, ինչի համար աշխատանքներ են տարվում Ադրբեջանի, Իրանի, Ղազախստանի եւ Թուրքմենստանի հետ։ Անահիտ Հակոբյան, Հորիզոն։ Ադրբեջանը այսօր եւս հապատակություն է տարածել, թե իբր մարտի 18-ի ժամը 22:20-ից մինչև մարտի 19-ի ժամը 1:40 ընկած ժամանակահատվածում Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան եւ հարավ-արևելյան հատվածներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ Տեղեկությունը չի համապատասխանում իրականության, հայտնել է Հայաստանի պաշտպանության նախարարությունը միաժամանակ հիշեցնելով, որ Հայաստանի վարչապետի աշխատակազմը առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի եւ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչ օրս Ադրբեջանը չի արձագանքել։ Պաշտպանության նախարարությունը նաև վերահաստատել է, որ Հայաստանի վարչապետի աշխատակազմի դիրքորոշմանը համապատասխան պատրաստ է հետաքննել Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունը, հիմնավորող փաստերը դրանք Հայաստանին փոխանցելու պարագայում։ Այս պայդրությամբ Ադրբեջանի Հանրապետությունը Հայաստանի Հանրապետությանը չի փոխանցել Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումների կողմից հրադադարի ռեժիմի խախտման ոչ մի փաստական տվյալ կամ հիմնավորում, ասված է հաղորդագրության մեջ։ Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը արձագանքել է Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի խոսնակի հայտարարություններին։ Այխան Հաջիզադեն կեղծ պնդումներ է արել Հայաստանի կողմից հրադադարի խախտումների եւ իբր պարտավորությունները չկատարելու վերաբերյալ։ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի խոսնակը արձագանքելով Հայաստանի վարչապետի աշխատակազմի երեկվա հայտարարությանը մեր երկրին կրկին մեղադրել է հրադադարի ռեժիմի խախտումների մեջ։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն այսօր եւս հանդես է եկել նմանատիպ հայտարարությամբ։ Ինչ հիմքեր կան նման մեղադրանքներով հանդես գալու։ Հայաստանի արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակն ասել է, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունն ամենաբարձր մակարդակով հայտարարել է, որ իրադրությունն էսկալացնելու խնդիր եւ նպատակ չունի եւ շարունակում է գործել խաղաղության օրակարգի սկզբունքներով, իսկ հայոց բանակը կառավարությանը ենթակա մարմին է եւ գործում է հենց այդ դրամաբանությամբ։ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ պատրաստ է հետաքննել հրադադարի ռեժիմի խախտումների մասին Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունները հիմնավորող փաստերը դրանք Հայաստանին փոխանցելու պարագայում։ Պետք է արձանագրեմ, որ մինչև այս պահն Ադրբեջանը Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմի խախտման վերաբերյալ ոչ մի փաստական տվյալ չի փոխանցել Հայաստանին։ Ադրբեջանը չի արձագանքել նաև դեռևս 2024 թվականի հունիսի 22-ին Հայաստանի Հանրապետության արած առաջարկին հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի եւ կամ նման տեղեկությունների հետաքննության համատեղ մեխանիզմ ստեղծելու մասին։ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի խոսնակը Հայաստանին մեղադրել է բարդ եւ գործնականում անիրագործելի նախաձեռնություններ առաջ քաշելու մեջ։ Այնինչ Բադալյանի խոսքով Հայաստանն ու Ադրբեջանը պաշտոնապես հայտարարել են խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախագծի համաձայնեցման եւ նախագծի համաձայնեցման շուրջ բանակցությունների ավարտի մասին։ Տրամաբանորեն համաձայնեցված փաստաթուղթը պետք է ստորագրվի եւ Հայաստանի Հանրապետությունն առաջարկում է սկսել խորհրդակցությունները դրա ստորագրման տեղի եւ ժամկետների մասին։ Ակնհայտ է, որ առաջարկվող գործընթացը ոչ բարդ է, ոչ էլ անիրագործելի։ Այխան Հաջիզադեն խոսել է ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու եւ Հայաստանի Հանրապետության սահմանադրության փոփոխությունների անհրաժեշտության մասին։ Անի Բադալյանը հիշեցնում է, որ Հայաստանը ամենաբարձր մակարդակով հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խումբի լուծարումը դիտարկելու իր պատրաստակամության մասին։ Հայաստանը պարզապես ուզում է համոզված լինել, որ սա նշանակում է կոնֆլիկտի դե ֆակտո եւ դե յուրե ավարտ, եւ ոչ թե դրա տեղափոխում Հայաստանի Հանրապետության տարածք, այսպես կոչված Արևմտյան Ադրբեջանի խոսույթի ներքո։ Իսկ ինչ վերաբերվում է Հայաստանի Հանրապետության սահմանադրությանը, Բադալյանի խոսքով սահմանադրական դատանի 2024-ի սեպտեմբերի 26-ի որոշումն ակնհայտ դարձրեց, որ Հայաստանի սահմանադրությունը չի պարունակում որևէ տարածքային պահանջ որևէ երկրի նկատմամբ։ Ընդհակառակը Հայաստանի Հանրապետությունը կարծում է, որ Ադրբեջանի սահմանադրությունն է տարածքային պահանջներ պարունակում Հայաստանի նկատմամբ։ Բայց նաև կարծում ենք, որ խաղաղության համաձայնագրի համաձայնեցված տեքստը լուծում է այս խնդիրը։ Ինչու՞, որովհետև համաձայնեցված տեքստում արձանագրվում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը ԽՍՀՄ հանրապետությունների սահմաններով, միմյանց նկատմամբ չունեն տարածքային պահանջներ եւ պարտավորվում են ապագայում եւս չներկայացնել նման պահանջներ։
Բադալյանը հավելում է, բացի սա, համաձայնագրի տեքստում ընդգծվում է, որ կողմերը չեն կարող իրենց ներքին օրենսդրությունը վկայակոչել համաձայնագրի դրույթները չկատարելու համար։ Հիշեցնում նաև, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 5-րդ հոդվածի համաձայն վավերացված միջազգային պայմանագրերի եւ Հայաստանի Հանրապետության օրենսդրության միջև հակասության արկայության դեպքում գործում են միջազգային պայմանագրի դրույթները։ Նկատի ունեմ, Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը չի կարող վկայակոչվել որպես խոչընդոտ խաղաղության համաձայնագրի չստորագրման համար։ Ընդհակառակը, նույնիսկ Սահմանադրության հետ կապված մտահոգությունների հասցեագրման ամենաարդյունավետ ձևը խաղաղության համաձայնագրի ստորագրումն է։ Ադրբեջանը Հայաստանին մեղադրում է նաև տարածաշրջանային կոմունիկացիաների վերաբացման իր պարտավորությունները չկատարելու եւ Ադրբեջանի արևմտյան շրջանների եւ Նախիջևանի միջև տրանսպորտային կապի բարդ եւ երկար երթուղիներ առաջարկելու մեջ։ Տարածաշրջանային տնտեսական եւ տրանսպորտային կոմունիկացիաների բացման հարցում Անի Բադալյանի խոսքով Հայաստանը միակողմանի պարտավորություններ չունի։ Ադրբեջանի արևմտյան շրջանների եւ Նախիջևանի միջև տրանսպորտային կապի առանձին օրակարգը մի մասն է տարածաշրջանային տրանսպորտային եւ տնտեսական կապերի ապաշրջափակման մեծ օրակարգի, որի մեջ մտնում է նաև Հայաստանի Հանրապետության ապաշրջափակումը։ Երկրորդը Հայաստանն առաջարկել է առաջին փուլով գործարկել Զանգելան, Մեղրի, Օրթուբատ, Երասխ երկաթուղային բեռնափոխադրումները։ Սա Զանգելանի եւ Օրթուբատի միջև հնարավոր ամենակարճ երթուղին է։ Ինչ մնում է ավտոճանապարհներին, մենք ունենք այն ճանապարհները, որոնք ունենք, եւ այն ռելիեֆը, որն ունենք, եւ մեզ մեղադրել լեռնային երկիր լինելու մեջ առնվազն լուրջ չէ։ Ադրբեջանը շարունակում է Հայաստանին մեղադրել միլիտարիզացիայի սահմանամերձ հատվածներում հարվածային սպառազինություն տեղակայելու մեջ, դա համարելով հիմնավորում, որ Հայաստանը պատրաստվում է ուժային սցենարի, որ հարցի լուծման զարմանում է Բադալյանն ու հավելում, Հայաստանի Հանրապետության օրակարգում գտնվող որ հարցի լուծումն է, որ կարող է ենթադրել ուժային սցենար։ Հայաստանի արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակի խոսքով նման մեկնաբանության տեղ կարող էր տալ միայն Հայաստանի Հանրապետության ավելի քան 200 քառակուսի կիլոմետր օկուպացված տարածքների հարցը, որի մասին Հայաստանի Հանրապետությունը հստակ արտահայտվել է, որ այդ հարցը ուժային ճանապարհով լուծելու խնդիր չի դնում, որովհետև սահմանազատման գործընթացը եւ հիմա արդեն խաղաղության համաձայնագրի համաձայնեցված տեքստը այդ խնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու բոլոր հնարավորությունները ստեղծել են։ Հայաստանը ուժային մի սցենարի կարող է պատրաստվել, դիմակայելու հնարավոր ագրեսիային, իսկ սա ցանկացած երկրի լեգիտիմ իրավունքն է, եւ սահմանամերձ հատվածներում Հայաստանի բոլոր քայլերը տեղավորվում են բացառապես պաշտպանական տրամաբանության մեջ։ Այնինչ դեռևս 2021-ին Հայաստանը հանդես է եկել սահմանային հատվածներից զորքերի հայելային հետքաշման մասին առաջարկով, ինչին Ադրբեջանը չի համաձայնվել։ Այս համատեքստում Անի Բադալյանի խոսքով մտահոգիչ կարող է լինել տարածաշրջանի միլիտարիզացիան եւ այդ խնդիրը լուծելու համար է, որ Հայաստանը սպառազինությունների փոխադարձ վերահսկման երկկողմ մեխանիզմի ստեղծման մասին առաջարկ է արել Ադրբեջանին, ինչին սակայն Ադրբեջանը մինչև օրս դրական պատասխան չի տվել։ Հայաստանի Հանրապետությունը չի միլիտարիզացվում, այլ իրականացնում է բանակի կերպափոխման ռազմավարությունը, որը հրապարակային փաստաթուղթ է։ Անի Բադալյանը եւս մեկ անգամ վերահաստատում է Հայաստանի Հանրապետության հավատարմությունը խաղաղության օրակարգին եւ կոչ է Ադրբեջանին սկսել խորհրդակցություններ խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի համաձայնեցված տեքստը ստորագրելու տեղի եւ ժամկետների մասին։ Տիգրան Հովակիմյան, Հորիզոն։ Մարտի 19-ից 20 Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Միրզոյանը պաշտոնական այցով կլինի Բրազիլիայի Դաշնային Հանրապետությունում։ Ծրագրված է Միրզոյանի եւ Բրազիլիայի արտաքին գործերի նախարար Մաուրո Վիեյրայի հանդիպումը, որի արդյունքներով նախարարները հանդես կգան մամուլի համատեղ հայտարարություններով։ Նախատեսված են նաեւ այլ հանդիպումներ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են 2026-27 թվականների հարկաբյուջետային եւ ծախսային ծրագրերը։ Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ներկայացրել է անվանական ՀՆԱ-ի հարկային եկամուտների հարկաբյուջետային շրջանակի վերանայումները տնտեսական աճի միտումները։ Անդրադարձ է կատարվել 2026-27 թվականների ծախսերի նստուղությունների։ Փաշինյանը ընդգծել է պետական բյուջեի ծախսերը արդյունավետ եւ թիրախային կազմակերպելու անհրաժեշտությունը, ռազմավարական ծրագրերի իրականացումը ապահովելու կարևորությունը։ Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում շարունակվում է կառավարության ծրագրի 2024 թվականի կատարողականի զեկույցի քննարկումը։ Այսօր հաշվետվություններ են ներկայացրել ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարներն ու պետական եկամուտների կոմիտեի նախագահը։ Պետական պարտքի հետ կապված մի քանի ցուցանիշ կարող եմ ասել, տարեվերջին 24 թվականի տարեվերջին պետական պարտքը կազմել է շուրջ 5 տրիլիոն դրամ,
որը հավասար է շուրջ 12.8 տրիլիոն միլիարդ ԱՄՆ դոլարի, նախորդ տարվա տարեվերջի նկատմամբ պետական պարտքը ավելացել է 6.2%-ով, բայց համախառն ներքին արդյունքի համեմատությամբ մեր պետական պարտքը նվազել է 0.1% կետով եւ կազմել է 48.3%, ինչը համարվում է շատ կայուն եւ անվտանգ սահմանաչափ եւ դա նաեւ կարգավորված է մեր ֆիսկալ կանոններով։ 2024 թվականին Հայաստանում արձանագրվել է բարձր տնտեսական աճ, մոտ 5.95% եւ բավականին ցածր գնաճ։ Հնայի բարձր աճը պայմանավորված է եղել աշխատանքի արտադրողականության, ներդրումների, զբաղվածության եւ արտաքին առևտրի զգալի աճով։ 24 թվականի ընթացքում գրանցված բարձր աճը վկայում է հնայի պոտենցիալի աճի մեծացման մասին։ Հնան բնակչության մեկշնչի հաշվով կազմել է 3.338.443 դրամ կամ 8501 ամերիկյան դոլար, որը դոլարային արտահայտությամբ 2017 թվականի համեմատ աճել է 2.2 անգամ եւ 2023-ի համեմատ մոտ 5%-ով։ Դրամային արտահայտությամբ ավելի մեծ է աճը։ 2024 թվականին 2 տրիլիոն 390 միլիարդ հարկային եկամուտներ են հավաքագրվել, որը 5.1%-ով կամ 117 միլիարդով ավել է, քան 2023 թվականը, եւ եթե ամբողջ հորիզոնը վերցնենք կառավարության գործունեության, ապա գործ ունենք մոտ 2 անգամ աճի հետ, 106%-ով աճ։ Այստեղ մի կարևոր հանգամանք կա, թե ինչու 5.1% եւ նաեւ նշեցինք հարկերը նայի որոշակի նվազման մասին, որը ճիշտ կլինի պարզաբանել, նշեմ, որ երբ որ տարանջատում ենք, թե ներքին տնտեսությունից ինչքան է հավաքագրվել եւ ներմուծումից ինչքան է հավաքագրվել, ակնհայտ պատկերը պարզ է դառնում, մասնավորապես ներքին տնտեսությունից մեր մոտ 14%-անոց աճեր ունենք հարկահավաքման, իսկ ներմուծումից անկում, եւ այս անկման առույցի բաժինը պայմանավորված է ավտոմեքենաների ներմուծման նվազումներով, որը օբյեկտիվ երևույթ է։ 2022 թվականից սկսած վերարտահանման մեծ տեմպեր եղան Հայաստանի Հանրապետությունում, դրանք 2024 թվականին կտրուկ նվազել են եւ դա է եղել հիմնական պատճառը, որ ներմուծման հարկերից նվազումներ ունենք, բայց նաեւ մի գործոն էլ կա, որը վերաբերում է ծխախոտի գծով ներմուծումների նվազմանը, սա էլ պայմանավորված է նրանով, որ ծխախոտ ներմուծողները երբ որ այն պահանջը դրվեց, որ նկարներ պետք է փակցնեն, պահեստավորում եւ պաշարում արեցին, այսինքն այս տեսանկյունից հիմա մի քանի ասպեկտ կա, որով կարող ենք հարկահավաքման գործառույթը գնահատել, ինչքանով է համահունչ հարկահավաքումը տնտեսական զարգացումներին, եւ եթե ներքին տնտեսության հարկերը օրինակ վերցնում ենք, պարզ որպեսզի խոսենք, դա նույնիսկ առաջանցիկ է մեր տնտեսական աճի կամ հնայի անվանական աճի տեմպերից, որի վրա ավելացնում ենք նաև հնայի դեֆլատորը կամ գնային գործոնը։ Սա մի ասպեկտ է, մյուս ասպեկտը ծախսահարցունավետությունն է, այսինքն հասարակությունը իր վճարած հարկերից քանի տոկոսն է հատկացնում պետական եկամուտների կոմիտեին աշխատակիցներին ծախսի տեսքով։ Այստեղ երկու գնահատական ենք տալիս, նախ մեկը հավաքված հարկերի մեջ նայելով, թե ինչքան ենք ծախսել մեր աշխատակիցների աշխատանքի վրա, դա 1.24% է, որ գրեթե նույն մակարդակում է ինչ որ նախորդ տարի, եւ եթե նայում ենք օրինակ վերադարձնել գումարենք հարկերի վրա որպես հարկահավաքման գործառույթ, ինչու, որովհետև պետական եկամուտների կոմիտեն նաև վերադարձի հետ կապված աշխատանքներ է իրականացնում, դրա մասին ավելի մանրամասն կիրականացնեմ, այդտեղ ցուցանիշը իջնում է 1.09-ն է, այսինքն հասարակությունը 1.1% է ծախսում իր վճարած հարկերից պետական եկամուտների կոմիտեի գործառույթների համար կամ հարկահավաքման գործառույթի համար։ Հորիզոնի այս թողարկումը ավարտվեց, կարճ դադարից հետո եթերը կշարունակի հեռանկարը։
Ադրբեջանը վերջին օրերին պարբերաբար տեղեկություն է տարածում, թե իբր Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան եւ հարավ-արևելյան հատվածներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ Հայկական կողմը հերկում է այդ տեղեկությունները եւ ամեն անգամ հիշեցնում, որ պատրաստ է հետաքննել, եթե Ադրբեջանը հիմնավորող փաստեր ներկայացնի եւ պատրաստ է նաեւ համատեղ հետաքննելու մեխանիզմներ ստեղծել։ Ինչ է այս ամենը նշանակում, ինչու է ադրբեջանական կողմը ակտիվացել հենց հիմա վերջին իրադարձությունների ֆոնին եւ ինչ զարգացումների կարելի է սպասել։ Այս ամենի շուրջ կզրուցենք ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանի հետ, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալ ենք մեր հրավերն ընդունելու համար։ Կարծում եմ ակնհայտ է, որ այս սապատեգատությունների տարապը կապ ունի վերջին իրադարձությունների հետ, բայց ո՞րն է այդ կապի տրամաբանությունը։ Միանշանակ կապ ունի այդ ապատեղեկատվությունները վերջին զարգացվածության հետ եւ իրականում սա անսպասելի չէր մեր համար, պետք է որ սպասելի լիներ նման սցենարի զարգացումը։ Իրական նպատակը այն է, որ որքան հնարավոր է խաղաղության պայմանագրի ստորագրումից հեռու գնալ, Ադրբեջանը ամեն ինչ անում է, որպեսզի դա տեղի չունենա, որովհետեւ բազմիցս եմ նշել դրա մասին եւ ասել, որ Ադրբեջանը երբեք չի ստորագրի խաղաղության պայմանագիրը, որովհետեւ խաղաղության պայմանագիրը չնայած այն բանին, որ Ադրբեջանի համար շատ ավելի շատ ձեռնտու պայմաններով է, բայց միևնույն է դրանք Ադրբեջանի համար ավելի շատ կապող ձեռքերը կապող են լինելու, քան արձակող, որովհետեւ Ադրբեջանի նպատակը այս շրջանում եւ ընդհանրապես 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո չի եղել այն, որ Հայաստանի Հանրապետության հետ գնա խաղաղության, այլ եղել է Հայաստանի Հանրապետության տարածքների նկատմամբ նկրտումներ ունենալը, տվյալ դեպքում այսպես կոչված Արեստացին Զանգեզուրյան Միջանցքի ձեռքբերումը։ Եվ եթե տարածաշրջանում կամ Ադրբեջանը լինի փաստաթղթավորված խաղաղության երաշխավոր կողմ, ապա մեկընդմիշտ կորցնելու է այն երազանքը, այն շանսը, որի մասին ինքը 20 թվականից հետո բարձրաձայնում է, այն է Զանգեզուրյան Միջանցքի ձեռքբերումը։ Եվ հենց դա է հիմնական պատճառը, որ Ադրբեջանը միջև այս անընդհատ ինքը նոր նախապայմաններ էր առաջ քաշում, միջ այս բոլոր կետերի համաձայնությունը խաղաղության պայմանագրի եւ անընդհատ բացի նոր նախապայմաններ առաջ քաշելուց նաեւ անընդհատ անում էր այնպիսի հայտարարություններ, որոնք ըստ էության կարծես թե վիրավորական էին, որոնք որ վիրավորում էին ոչ միայն Հայաստանի Հանրապետության իշխանությանը, այլ նաեւ Հայաստանի էթնիկ պատկանելությանը, հայ էթնիկ պատկանելությանը եւ այլն։ Բայց հասկանալով, որ միաժամանակ անսպասելի լինելով քայլը, որ Հայաստանի Հանրապետությունը եւս այդ երկու այսպես ասած պահանջներին Ադրբեջանի կողմից կտա համաձայնություն եւ Ադրբեջանը կարծես թե կանգնեց փաստի առաջ, որ պետք է այնուամենայնիվ ուրեմն ստորագրի։ Եվ այստեղ մնում է մեկ բան, որ պետք է ամեն ինչ անի, որպեսզի սադրի, որպեսզի կարողանա Հայաստանի Հանրապետությանը մղել նրան, որ Հայաստանի Հանրապետությանը առնվազն այդ համաձայնեցված կետերից որևէ մեկով հայտարարությամբ հանդես գա, տվյալ դեպքում ես կարծում եմ, որ այդ կետերից մեկը հենց այն է, որ Հայաստանի Հանրապետությունը վերջի վերջո հետ կանգնի Եվրամիության կամ եվրոդիտորդների ներկայացվածությունը այսպես բացառելու մտքից, որովհետև ամեն դեպքում անկողմնակալ տեղեկատվություն ստանալու համար Եվրամիությանը եւ ընդհանրապես աշխարհին անհրաժեշտ է ոչ թե կողմերի, այլ որևէ չեզոք երկրի կամ միջազգային կազմակերպության կարծիքը տվյալ դեպքում սահմանագոտու վերաբերյալ։ Եվ հենց այստեղ է Ադրբեջանի խաղադրույքը, որ Հայաստանի Հանրապետության ձեռամբ իջիկ դառնա նույնիսկ այս համաձայնեցված տարբերակները։ Բայց դա արդյոք հաջողվում է Ադրբեջանին։ Սա արդեն կախված է, թե ինչպիսի զգոնություն կցուցաբերենք մենք, ես կարծում եմ, որ այս դեպքում չի հաջողվի, բայց ամեն դեպքում Ադրբեջանը կարծում եմ գնալու է միջև վերջ, իսկ միջև վերջը նաև ռազմական բախումներ հրահրելն է, տվյալ դեպքում ոչ լայնածավալ, այլ գոնե այսպես փոքրիկ օջախներ ստեղծելով փորձելու է Ադրբեջանը գնալ նրան, որ այ տեսեք ամեն դեպքում հնարավոր չէ
գնալ խաղաղության պայմանագրի, որովհետև չկան լուծված հարցեր։ Տեսեք, անընդհատ նշվում է, որ Ադրբեջանը էսկալացիայի համար ինչ-որ լեգիտիմացնող քայլեր պետք է անի, չէ՞, այսինքն ինչ-որ կերպ պարտարացնի ամբողջ աշխարհի առջև իր էսկալացիան, արձակումը փոքր կամ մեծ ծավալեական չի։ Հայաստանը բոլոր զիջումներին կարծես թե գնում է, կամ եթե ավելի մեղմ ասենք, ամեն ինչ անում է, որ զսպող ինչ-որ բաներ ձեռնարկև այդ էսկալացիան, հավանական պատերազմը ինչ-որ կերպ հետաձգի հեռացնի։ Դրան հակառակ Ադրբեջանին չի հաջողում այդ լեգիտիմացնող քայլը անել։ Այս դեպքում ինչպես է ամբողջ աշխարհի առջև ցույց տալու իր գործողությունների իրավացիությունը։ Այս հայտարարությունները, որոնք որ 3 օր անմեջ գալիս են, որ Հայաստանի Հանրապետությունը իբրև թե Հայաստանի Հանրապետության զինված ուժերը կրակ են բացել Ադրբեջանի դիրքերի ուղղությամբ, սրանք խոսում են նրա մասին, որ Ադրբեջանը փորձում է լեգիտիմացնել իր հնարավոր ռազմական գործողությունները։ Բայց չի հաջողում։ Հիշում եք առաջին այդ ապատեգատվություններից հետո նույնիսկ եվրոդիտորդները մի քանի հատվածներում սահմանի դիտարկումներ էին արել եւ նշել են, որ որևէ տեղաշարժ։ Ճիշտ ասած, ես չեմ համաձայնվում այդ մտքի հետ, որ չի հաջողվում, որովհետեւ Ադրբեջանը չի անում նրա համար, որ հաջողվի կամ չհաջողվի։ Պարզապես Ադրբեջանը հենք է ստեղծում իր համար, որ հետագա գործողությունները արդարացնելու համար։ Եվ սա չի անում, այս հայտարարությունները չի անում նրա համար, որ ինչ-որ մեկին որևէ բան տվյալ դեպքում ցույց տա, այլ փորձում է նախ առաջին հերթին մեզ հունից հանել, այսպես ասած, որպեսզի մենք, ինչպես զրույցի սկզբում ասացի, խախտենք պայմանավորվե պայմանավորվածություն եւ մեղք ամբողջությամբ մեր վրա գցի, եւ եթե դա չհաջողվի, ապա ինքը գնա ռազմական գործողություններ, ասի ես կատարում եմ պատժիչ գործողություններ։ Այսինչ տեղամասերում իրականացնում են պատժիչ գործողություններ, ես չեմ իրականացնում լայնածավալ ռազմական գործողություններ։ Եվ հենց սա է իր հիմնական նպատակը։ Եվ այստեղ թե ինչ կասեն եվրոդիտորդները, Ադրբեջանի համար էական չէ, պետք է ասեն, որովհետև Ադրբեջանի ինքը Գներեք ինչպես է ապացուցելու Ադրբեջանը, որ Հայաստանը ինչ-որ բան է արել, որ ինքն էլ գնում է պատժիչ գործողություններ։ Եթե եվրոդիտորդները չեն տեսնում, Հայաստանի պաշտպանության նախարարությունը ամեն ինչ անընդհատ հերքում է։ Իրականում այդ հիմքերը, նու կարծես թե չկան այդ փաստեր, որ ամեն ինչ սկսվել է հայկական կողմից եւ Ադրբեջանը ինչ-որ զսպող կամ պատժիչ ինչ-որ միջոցներ է գնացել։ Ես պետք է ասեմ, որ Ադրբեջանը միջև հիմա նման քաղաքականությամբ է առաջնորդվել եւ Ադրբեջանը միջև հիմա կարողացել է հաջողել, որովհետեւ նույնիսկ եվրոդիտորդների մեքենաների վրա կրակելուց հետո էլ, այսպես ասած, անատամ հայտարարություններից հետո միևնույնն է Ադրբեջանը կարողացավ մանևրել եւ կարողացավ այսպես ճիշտ դուրս գալ եւ իր գործողությունները արդարացնել։ Այս դեպքում եւս Ադրբեջանին հարկավոր չեն որևէ արդարացումներ։ Ադրբեջանը ընդամենը դա այս ամենը անում է։ Եթե հարկավոր չեն արդարացումներ, ինչու է այդ լեգիտիմության ճանապարհը անընդհատ փնտրում ու չի գտնում Ադրբեջանը, եթե հարկավոր չէ։ Այո, հետագայում Ադրբեջանի համար մենք բոլորս գիտենք, որ Ադրբեջանը կարողանում է իր սուտը կամ սուտ հայտարարությունները լեգիտիմացնել արդեն միջազգային կառույցներում, հետագայի համար, որ ինքը, տեսեք, ես փաստաթղթավորել եմ, ես այսինչ օր, այսինչ ժամին հայտարարությունը տարածել եմ, որ կրակոց է եղել եւ այլն եւ այլն։ Եվ սրանք բոլորը նրա համար են, որ հետագայում ինքը լեգիտիմացնի իր ռազմական պատժիչ հնարավոր գործողությունները, որոնք որ իրականացրել է։ Ամեն դեպքում Ադրբեջանի այս գործողությունները նաև խոսում են նրա մասին, որ ինքը Բաքվի իշխանությունը կամ Ադրբեջանի իշխանությունը նաև ներքին խնդիրներ է փորձում լուծել, որովհետև հայ-ադրբեջանական հակամարտությունը որոշ առումով նաև Ադրբեջանի իշխանության երկարակեցության, այսպես ասած, գրավականն է եւ ավելի երկար լինելու համար պետք է իրենց համար լինի թշնամի, որի դեմ պայքարում են, արտաքին թշնամի, որի դեմ պայքարում են։ Այս դեպքում եթե ունի խաղաղության պայմանագիր համաձայնեցված տեքստ, մնում է արդեն, որ հասկանում են, որ արդեն խաղաղությունից հետո ներքին քաղաքական կյանքում Ադրբեջանում կարող են իրադարձություններ տեղի ունենալ, որոնք որ չեն բխում Ալիևի շահերից։ Հենց նաև սա է պատճառներից մեկը, որ Ադրբեջանին ձեռնտու չէ խաղաղության պայմանագիրը եւ անդադ հարկավոր է որևէ մեկ թշնամի, ում հետ ինքը արտաքին, այսպես, արճակատումների մեջ կգնա։ Այսինքն դուք կարծում եք, որ մինչև վերջ Ադրբեջանը Ալիևը խուսափելու այդ պայմանագրի ստորագրումից, թե գուցե ինչ-որ պահ կարող է հասունանալ, երբ
այլ երկ չունենալով Ադրբեջանը ստիպված կլինի ստորագրել այդ պայմանագիրը, որովհետև կա տեսակետ, որ դրանից հետո Ադրբեջանը կսկսի ինչ-որ քայլերի դիմել, ասենք կսկսի Հայաստանին մեղադրել, որ Հայաստանը չի կատարում պայմանագրի ինչ-որ կետեր, ինչպես նոյեմբերի 9-ի պայմանագրի փառատոնը։ Ես կարծում եմ, որ Ադրբեջանը խաղաղության պայմանագիրը չի ստորագրի, որովհետև Ադրբեջանի համար այդ խաղաղության պայմանագրում չկա այն կետը, որի մասին ինքը բարձրաձայնում էր, այսինքն չկա ընդհանրապես խոսակցություն Զանգեզուրյան միջանցքի մասին, կա ճանապարհ եւ այլն, բայց իրենց պատկերացմամբ Զանգեզուրյան միջանցքը որպես այդպեսին չկա եւ հենց դրա պատճառով ամեն ինչ անելու է Ալիևը, որպեսզի այդ խաղաղության պայմանագիրը չստորագրվի։ Իսկ արևմուտքի, գոնե Միացյալ Նահանգների հորդորները հայտնի Զանգը ուոլցի Ադրբեջան, որ պատերազմը պետք է ավարտվի, դադարեցվի, գերիները պետք է հայրենադարձվեն, վերադարձվեն, իրականում ամեն ինչ հակառակությամբ է գնում։ Ես կարծում եմ, որ իրականում, եթե միջազգային հանրությունը ցանկանում է ճնշում գործել Ադրբեջանի վրա, ապա ընդամենը մեկ հայտարարություն է պետք կատարել, ինչպես որ օրինակ Իրանի Իսլամական Հանրապետությունը կատարեց այդ հայտարարությունը, որ աշխարհը ճանաչում է աշխարհի համար կարմիր գիծ է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը եւ սուվերենությունը, այդ դեպքում այլևս Ադրբեջանը սին հույսեր չի կապի, նույնիսկ հետագայում կաշառքի միջոցով աշխարհին չի կարողանալու կաշառել եւ ասի, որ տեսեք, ես կարող եմ այս հարցը այսպես լուծել։ Այսինքն այդ դրամաբանությամբ աշխարհը չի ցանկանում դա անել։ Ես չեմ կարող ասել աշխարհը ցանկանում է թե չի ցանկանում, բայց եթե աշխարհը ցանկանում է, որ իսկապես տարածաշրջանում լինի խաղաղություն, ուրեմն պետք է հենց այդ հայտարարությունը տարածի։ Վերջին օրերին տեղեկություն տարածվեց, որ Միացյալ Նահանգները գերմանական ինչ-որ ռազմաբազաներից զգալի քանակությամբ 150 միավորից ավելի զենք է ամռանը տեղափոխելու Հայաստան, ինչ-որ զորավարժությունների համար այդպիսի տեսակետ կա, կարճաժամկետ հատվածում այդ զենքը պետք է մնա եւ այլն եւ այլն։ Սա ինչ է տալիս մեզ ուժեղացնում է մեր դիրքերը, թե ինչ-որտեղ սա մեզ համար նոր մարտահրավեր է։ Իհարկե սա նոր մարտահրավեր է մեզ համար, որովհետև մենք մի այնպիսի իրավիճակում ենք գտնվում, երբ որ մեր տարածաշրջանում կամ մեր երկրում մեկ այլ գերտերության, տվյալ դեպքում Ռուսաստանի Դաշնության ռազմաբազաները կա, ռազմական ներկայացվածություն կա եւ մեկ այլ գերտերության այսպես ռազմական տեխնիկան գալիս է Հայաստան, որպեսզի զորավարժություններ անցկացնեն, բայց մյուս կողմից պետք է մենք հասկանանք, թե զորավարժությունները ինչ բնույթի զորավարժություններ են, ենթադրաբար ես ենթադրում եմ, որ դրանք լինելու են խաղապահ զորքերի զորավարժություններ, խաղապահ բնույթի զորավարժություններ, այսինքն որոշակի առումով այո, դրանք ինչ որ չափով ռազմականացված են, բայց մյուս կողմից նաև դրանք մարդասիրական զորավարժություններ են եւ այդ առումով մեզ համար շատ կարեւոր է, որպեսզի մենք այդ զորավարժությունների ժամանակ կարողանանք առավելագույնս այսպես ասած ուսումնական ուղղվածությամբ առավելագույնս ճակերտներով գողանալ ամերիկյան կողմից եւ կարողանալ մեր զինված ուժերում ներդնել լավագույնը, որը որ կա ամերիկյան զինված ուժերում, բայց մարտահրավերների մասով նորից եմ ասում, հետաքրքիր իրավիճակում ենք հայտնվում, որովհետեւ ըստ էության հակամարտող երկու գերատեսչության ռազմական ներկայացվածություն մեր երկրում ունիկալ է։ Հայտնի է, որ վերջին շրջանում, վերջին տարիներին Ֆրանսիայից, Հնդկաստանից, Հայաստան անընդհատ ինչ-որ զենքեր է ձեռք բերում, թեև շատ չի խոսվում այդ մասին, հասկանալի է, բայց դուք որպես ռազմական փորձագետ ինչ կարծիք ունեք, ինչքանով է Հայաստանը կարողացել պատերազմից հետո վերականգնել իր զինանոցը։ Թույլատրելի սահմաններում, ինչքան որ կարելի է խոսել այդ մասին։ Այնքանով, որքանով որ կարող է այսօր դիմակայել Ադրբեջանին, այսինքն որ կարող է նույնիսկ Ադրբեջանի զինված հարձակման դեպքում դիմակայել հենց թույլ չտալով առաջխաղացում կամ խափանելով որևէ ռազմական գործողություն։ Բայց միևնույն ժամանակ այստեղ շատ կարևոր եմ ես համարում, որ ոչ միայն պետք է Հայաստանի Հանրապետության շեշտադրումը լինի զենք զինամթերք ձեռք բերելու վրա, այլ նաև լինի սեփական ռազմաարդյունաբերության զարգացման վրա, որովհետև այս քայլով մենք կարողանանք մեկ քայլ առաջ անցնել Ադրբեջանից։ Պետք է ասեմ, որ Ադրբեջանը եւս հետ չի մնում զենք զինամթերք ձեռք բերելու այդ մրցավազքից եւ ինքն էլ բավականին ինտենսիվորեն զինվում է, ընդ որում զինվում է ոչ միայն հավանաբար
կամ ենթադրաբար Հայաստանի Հանրապետության դեմ հնարավոր ռազմական գործողությունների համար, այլ նաև Իրանի Իսլամական Հանրապետության դեմ ռազմական գործողությունների, այսպես ենթադրաբար դեպքում զենք զինամթերք է ձեռք բերում։ Եվ այս համատեքստում եւս Ադրբեջանը մտածում է ռազմաարդյունաբերության զարգացման ուղղությամբ։ Դրա համար շատ կարևոր է, որ շեշտադրումը նաև լինի այս ուղղությամբ ռազմաարդյունաբերության զարգացման, որովհետև դրանով մի շարք հարցերի պատասխան է տրվում, սկսած պատերազմի ժամանակ լոգիստիկ խնդիրների պատճառով առաջացած մատակարարումներից, վերջացրած սեփական հայրենական արտադրությամբ աշխարհին ռազմաարդյունաբերություն տալու։ Հիշում եք, մի ժամանակ շատ էին ասում, որ հատկապես Ռուսաստանից էր այդ կարծիքը հնչում, թե Հայաստանը արևմուտքից անորակ զենք է ձեռք բերում, Զախարովան էր սիրում այդ մասին շատ խոսել, նաև հակառակ տեսակետն էլ կար, որ Հայաստանը տարիներ շարունակ Ռուսաստանից է ոչ որակյալ զենք ձեռք բերել, ու ոմանք նաև Իսկանդերի օրինակն էին բերում եւ այլն։ Դուք ինչ կարծիք ունեք, իրականում մենք իրոք լավ զենք, որակյալ զենք ենք ձեռք Գիտեք, բնականաբար քաղաքական գործիչները, հատկապես գերտերությունների քաղաքական գործիչները նման մտքեր պետք է արտահայտեն, բայց պետք է ասեմ, որ եւ թե ռուսական զենքը, եւ թե այն զենքը, որ մենք ձեռք ենք բերում մեր վերջին շրջանում մեր ռազմավարական գործընկերներից, դրանք բավականին հաջողված զենքեր են։ Ես պետք է ասեմ, որ հատկապես Հնդկաստանի եւ Ֆրանսիայի հետ համագործակցության շրջանակներում ձեռք բերված զենք զինամթերքը բավականին էֆեկտիվ է, չնայած այն բանին, որ Հնդկաստանի դեպքում այդ զինամթերքը բազմից եմ դրա մասին ասել, զինտեխնիկան այսպես պատերազմի բովով չի անցել, բայց ամեն դեպքում ինքը բավականին խոստումնալից է եւ ինքը շատ արագ ադապտացվող զինտեխնիկա է եւ կարող է առավելագույնս այսպես դրական դինամիկայով ադապտացվել մեր տարածաշրջանին։ Ինչ վերաբերվում է ռուսական զենք զինամթերքի անորակ լինելուն, չլինելուն, ապա այստեղ շատ կարևոր եմ ես համարում նաև ընդհանրապես թե արևմտյան, թե հնդկական, թե ֆրանսիական, թե ռուսական զենք զինամթերքի դեպքում ես շատ կարևոր եմ համարում թե սպասարկումը եւ թե օգտագործման մեթոդները։ Եթե չես կարողանում օգտագործել զինտեխնիկան, դա չի նշանակում, որ այդ զինտեխնիկան վատն է։ Պետք է կարողանաս տիրապետել եւ այն կարողանաս հավուր պատշաճի օգտագործել։ Այս դեպքում նաեւ մեզ համար ռուսականը այնքանով է ադապտացված եղել, որ մենք սովոր ենք եղել ռուսական զինտեխնիկային եւ անդադ այն կարողացել ենք օգտագործել։ Իսկ թե տվյալ դեպքում որքանով ենք օգտագործել, դա արդեն հարցին իսկ կողմն է։ Բայց Ռուսաստանը դեռ մեզ զենք է պարտքա, այն հայտնի պայմանագրով, որի դիմաց մենք վճարել ենք եւ ոչինչ չենք ստացել։ Այո, դեռ պարտք է, դե հասկանալի է նաև գոնե ինձ համար հասկանալի է Ռուսաստանի այդ պարտք լինելու հանգամանքը, որովհետև Ռուսաստանը ինքը պատերազմի մեջ է գտնվում եւ դժվար թե ինքը որևէ զենք զինամթերք, զինտեխնիկա արտահաներ տվյալ դեպքում, սակայն որ Ռուսաստանը ունի պարտավորություն Հայաստանի Հանրապետության նկատմամբ զենք զինամթերք մատակարարելու տեսքով, դա պարզ է։ Եվ մի հարց էլ այս վերջին աշխարհակաղակական զարգացումներին ու հատկապես Թրամփ-Պուտին այս նշմարմող ջերմության ֆոնին գուցե պետք է ինչ-որ կերպ վերանայել հապկի այդ հարաբերությունները։ Տեսեք, մենք դեռ դուրս չենք եկել հապկից, բայց սառեցված է մեր այնտեղ մասնակցությունը բոլոր գործընթացին, մի խոսքով այսպես արկախված վիճակ է։ Պետք է այս ուղղությամբ նոր ինչ-որ գաղափարների շուրջ մտածել։ Ընդհանրապես ռազմական ալյանսներից դուրս գալու համար պետք է լինեն հստակ պատճառներ կամ հակառակը ռազմական ալյանս մտնելու համար պետք է ունենան հստակ պատճառներ։ Այս դեպքում հապկի հետ մեր հարաբերությունները դեռևս պարզեցված չեն, այսինքն մենք այն ինչի համար որ հապկի հետ մեր հարաբերությունները սառեցրել ենք, այդ հարցը դեռևս լուծված չի։ Եվ երբ որ հապկը մեզ պատասխանել էր, որ կամ չգիտեմ հապկի ներկայացուցիչը, որ Հայաստանի Հանրապետության սահմանները որտեղ են սկսվում, որտեղ են վերջանում, չգիտենք, այդ հարցը դեռևս լուծված չէ եւ պետք է մենք դա հստակեցնենք հապկի հետ եւ որպեսզի կարողանանք հետո գնալ, թե չէ կստացվի կրկին նույն բանը, որ հապկի հետ հարաբերությունները բարելավենք, ելնելով աշխարհակաղակական նոր իրավիճակով եւ կրկին ինչ-որ ռազմական գործողություններ սկսվեն, վերսկսվեն եւ նույն կոտրած տաշտակի առջև են կանգնելու, հապկը կրկին նույն պատճառաբանությամբ կարող է ասել, որ ես չեմ կարող ձեզ օգնել, որովհետեւ չգիտեմ ձեր սահմանները որտեղ են սկսվում եւ ավարտվում։ Եվ շատ կարճ վերջին ամենաշատ նորից շարքվող քննարկվող թեմաներից ռուս-ուկրաինական պատերազմի ավարտը տեսանել է մոտ ապագայում։
Ավարտ որպես այդպիսին ես կարծում եմ դեռևս չէ, բայց որպես ակտիվ փուլի ավարտ, այո, տեսանելի է, բայց հակամարտությունը որպես այդպիսին կարծում եմ շատ երկար է գնալու, որովհետև շրջադարձային իրադարձություններ են տեղի ունեցել, որոնց հետ պետք է Ուկրաինան նաև հաշվի նստի եւ որոնց հետ պետք է կարողանան հաշվի նստել ոչ միայն Ուկրաինան, այլ նաև Եվրոպան։ Շնորհակալություն, Այսքանը։ Մեր հյուրն էր ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը։ Նոր համագործակցություն հայկական բջջային օպերատորներից մեկի եւ միջազգային առաջատար ընկերության միջև համատեղ աշխատանքների արդյունքում հայաստանյան ռադիոծածկույթում տեղի կունենա վերազինում եւ կգործարկվի 5G ցանցը։ Ասում են, որ քայլ առ քայլ արվող փոփոխություններն են ստեղծում մեծ ճանապարհը։ Ամեն կատարած նոր քայլն էլ ստեղծում են նոր հնարավորություններ։ Ստորագրելով ռազմավարական համագործակցության հուշագիրը, Թիմ Տելեկոմ Արմենիան Էրիքսոնի առաջատար տեխնոլոգիաներով նոր փուլ է բացում բջջային կապի արդիականացման գործում։ Թիմ Տելեկոմ Արմենիան այս տարի նոր սերնդի սարքավորումներով կարդիականացնի բազային կայանները, ապահովելով ավելի լայն ու հուսալի բջջային ծածկույթ։ Իսկ Էրիքսոնի նորարարական լուծումներով բջջային ինտերնետը կդառնա ավելի արագ, կայուն եւ բարձրորակ։ Սկսում ենք մի նոր շարք համագործակցություն այդ ընկերության հետ, որպեսզի ունենանք Հայաստանում լավագույն ռադիոցանցը եւ լավագույն ծածկույթը։ 4 տարի առաջ մեր տեխնոլոգիական իրավիճակը ընկերության ընդամենը 4%-ն էր ծածկված 4G տեխնոլոգիայով, այսօր այն ծածկված է 24%-ով եւ այս համագործակցության շրջանակում բարձրանալու է 80% ավելի ծածկույթի, այն նաև 5G ծածկույթի մասին է եւ այն տեխնոլոգիական շարքը, որ այս վերազիմումով մենք կիրականացնենք։ Հուշագրի շրջանակում կողմերը կմիավորեն ջանքերը 5G տեխնոլոգիայի զարգացման, առաջադեմ հեռահաղորդակցության լուծումների ներդրման, ցանցի անվտանգության ու արդյունավետության բարձրացման, գիտելիքի փոխանակման եւ նորարարության խթանման ուղղություններով, ապահովելով համապատասխանություն ազգային ու միջազգային կարգավորումներին։ Այս ռազմավարական համագործակցությանը նախորդել է տևական արդյունավետ աշխատանք, որի արդյունքում էր երկիրեն բերվում տեխնոլոգիական հսկայի նորագույն լուծումները, այդ թվում 5G-ն։ 5G-ն կապահովի ցանցի ավելի լավ որակ եւ տարբեր ծառայություններին միանալու ավելի լայն հնարավորություններ։ Այն բոլորի համար է՝ տնտեսվարողների, առողջապահության ծառայություն մատուցողների, գյուղատնտեսության եւ կրթական համակարգի։ Այսպիսով բոլոր այն ոլորտների, որոնք գործում են եւ որոնց համար Թիմ Տելեկոմ Արմենիան կարևորագույն գործընկեր է։ Վերազինման աշխատանքներն արդեն ընթացքի մեջ են, նպատակ ունենալով բաժանորդներին ապահովել լավագույն կապով։ 2025-ին Թիմ Տելեկոմ Արմենիան նախատեսում է բջջային ցանցի զարգացման համար ներդնել ավելի քան 10 միլիարդ դրամ։ Ընկերությունը նաև շարունակելու է կառուցել տարածաշրջանում եզակի NGN օպտիկա մանրաթելային ցանցը, որը ստորգետնյա հուսալի հիմք է բջջային կապի համար։ Լիպսմե Ավակյան, Լևոն Խաչատրյան, Հորիզոն։ Հորիզոնում այսօր այսքանը, բարի գիշեր։